Եթե դուք հիշում եք, երբ որ Ղարաբաղը դատարկվում էր, եւ մեր բնակչությանը դուրս էին հանում, էթնիկ զտման էին ենթարկում, մեր այս դավաճանների բանակը մեզ համոզում էր, որ կա միջազգային օրենք, ըստ միջազգային օրենքի սա մեր տարածքը չի, հենց դրա համար Արևմուտքը չխառնվեց, հենց դրա համար Ռուսաստան չխառնվեց, ոչինչ չարեցին, քանի որ սա ըստ միջազգային օրենքի եւ միջազգային հանրությունը սա համարում էր Ադրբեջանի տարածքի մաս։ Ուրեմն մի քանի օր առաջ Միացյալ Նահանգների նախագահը պաշտոնապես հռչակում է, որ չկա միջազգային օրենք, չկան միջազգային կազմակերպություններ, փաստորեն դուրս է գալիս ՄԱԿ-ից եւ հայտարարում է, որ հիմա ինքն է կառավարելու աշխարհը եւ ստեղծելու է peace panel, peace committee, այսինքն խաղաղության կոմիտե կամ խաղաղության ինչ որ խորհուրդ։ Մի անձ երկրի ղեկավար իր շուրջը ստեղծում է ինչ որ փոքրիկ խումբ կամ մեծ խումբ եւ սկսում է կառավարել աշխարհը։ Ուրեմն նորություններ ունեմ ձեզ համար։ Փաստորեն մենք տեսնում ենք ամբողջ միջազգային համակարգի աշխարհակարգի վերջը, ավարտը եւ կազմալուծումը։ ՄԱԿ-ը փաստորեն կազմալուծվում է։ Միացյալ ազգերի կազմակերպությունը, որը 1945 թվականից կառավարում էր քիչ թե շատ այս աշխարհը եւ ստեղծում էր ամենակարևոր փաստաթղթերը միջազգային օրենքի բնագավառում, որի հիման վրա հետո ստեղծում են տարբեր նորմեր միջազգային իրավունքի, այդ ամբողջ ճարտարապետությունը, այդ ամբողջ շենքը ձեր աչքերի առաջ փլուզվեց եւ մի մարդ որոշեց, որ նա ստեղծելու է իր սեփական կազմակերպությունը եւ առևանգելու է Վենեսուելայի նախագահին, որը ըստ Մադուրոյին երևի հենց ապացույց է, որ Վենեսուելայի ինքնիշխանությունը բարձրացավ, որը սպառնում է մեկ անգամ եւս հարձակվել Իրանի վրա, որը ասում է, որ Մեքսիկոն եւ Կոլումբիան պետքա լուրջ նայեն, ուսումնասիրեն, թե ինչ ա եղել Վենեսուելայում, որտեղ վաղը իրանց հերթն է։ Հիմա բացեբաց սպառնում է Կուբային։ Այսինքն ամբողջ աշխարհը վաղուց գիտի, որ այստեղ իշխում է ուժը, շահը եւ փողը, իսկ մենք արդեն 8-րդ տարի լսում ենք այս դավաճաններին, այս Եվրոբեսեդկայի մեկնաբաններին, ովքեր մեզ բացատրում էին, որ մենք պետք է մեր հույսերը դնենք միջազգային օրենքի վրա, միջազգային հանրության վրա, արևմտյան արժեքների վրա, դեմոկրատիայի վրա, հիշում եք 8 տարի մեզ դա բացատրում էին։ Իսկ մեր հարևան երկրի ղեկավարը ասեց մի քանի անգամ այս աշխարհում իշխում է ուժը, բոլոր հարցերը լուծվում են ուժով։ Դրա համար Ադրբեջանը հաղթեց, որտեղ ուներ կոմպետենտ եւ ռեալիստ ղեկավար, եւ դրա համար մենք պարտվեցինք։